Տեսեք, ճիշտ է գնում ենք այն փուլում, որ շատ տեղեկատվություն չեմ կարող ցես տրամադրել, բայց նշեմ, որ գրեթե բոլոր մեր 17 մեղադրյալների մասով դատական նիստերը սկսվել են, մի մասը ընթացքի մեջ է, մեկ կամ մեկ, եթե չեմ սխալվում, երկու նիստ արդեն ավարտվել է, իմ ունեցած տեղեկություններով 17 մեղադրյալներից 15-ի մասով պահանջվել է տնային կալանք, 2 հոգու մասով ունենք կալանք 2 ամսով։ Հիմա տեսնենք դատական process-ը, կարծում եմ process-երը մի քիչ մինչ ուշ երեկո կգնան, տեսնենք արդեն դատարանները ինչ որոշում կկայացնեն, բայց ես մեծ հույս ունեմ, որ դատարանները գտնվելու են բարձունքում, իրենց գործելու են օրենքի տառին, համապատասխան այսպես ասած, օգտագործելու են, կիրառվելու է օրենքի կերակայությունը, որովհետև ես որպես նաև փաստաբան գործերը որ նայում եմ, տեսնում նաև այդ օրներ ներկա եմ եղել, որովհետեւ ոչ իրավաչափ գործողություններ առկա չեն, մարդիկ իրենց օգտագործում են իրենց խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքից, բայց անհասկանալի պայմաններով այս ամեն ինչը ստեղծվեց։ Տեսակցություններ կան, պարոն Միկիթարյան, այդ պահերը փաստով երևում է, հավանաբար երևում է, որ կողմից դատարանին ներկայացվել են այդ փաստերը։ Միանշանակ մեր կողմից բոլոր տեսակցությունները, ինչ որ սոցիալական ցանցերում, կայքերում առկա են, ներկայացվել են, բոլոր դատավորների, այսպես ասած, սեղանեն նաև այդ տեսակցությունները, ըստ որոնց որևիցե գործողություն ոչ իրավաչափ մեր վստահորդների կողմից չեն կատարվել ու ելի եմ կրկնում հենց նաև այդ հույսով, որ տեսակցությունը նայելուց դատավորներին պարզ կլինի, որ չկա նման բովանդակ արար կատարած անձինք։ Արդար դատականության ակնկալիք։ Ես շատ մեծ հույս ունեմ։